Մայրիկներ, հայրիկներ եւ այն բոլոր երեխաները, ովքեր խաղում են Roblox։ Էլի վատ բան եմ ասելու եկեք։ Ես այսօր շատ հոգնած եմ, դրա համար չեմ էլ նստելու, բայց պիտի ասեմ, չգիտեմ ինչի է հիմա եկել մտքից, բայց հիմա եմ ասում։ Այն մարդիկ, ովքեր Roblox-ի վիդեոյի տակ գրել են, որ արդեն պիտի հաստատես տարիքը, չգիտեմ ինչ անես, ID-ով, բանով պիտի հաստատես, հետո նոր կարողանաս չաթերը բացել ու խոսալ մարդկանց հետ։ Այդ աշխարհի ամենավատ նորությունն է, դուք չեք էլ հասկանում։ Ինքը իրականում ամեն ինչ ավելի վտանգավոր է դարձնում։ Բացատրեմ ինչի։ Ուրեմն կա երկու տարբերակ։ Առաջինը անձնագրով, ID-ով հաստատելն է տարիքը, իսկ երկրորդը նկարով, այսինքն կամերան բացում եք AI-ով, արհեստական բանականության միջոցով ինքը ձեր տարիքը գուշակում է մոտավորապես։ Այսինքն, եթե դուք 40 տարեկան եք, բայց 20 տարեկանի տեսք ունեք, ինքը գուշակելու է, որ դուք 20 տարեկան եք։ Ինչը ձեզ էլի երեխեքի հետ չի գցում նույն չաթ, բայց կապ չունի։ Նույն այդ 10 տարեկան երեխեն մազերը նկարում դեմքի վրա ու իրան ցույց է տալիս 20-30 տարեկան։ Եթե այդքան հեշտ է խաբել, այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Էդ էլ ասեմ, իմաստը այն է, որ մեր նման մարդիկ ասեն, օй, տեսեք, Roblox-ը մտածում է մեր մասին, մեր երեխեքի մասին, հիմա այնպես է արել, որ մեծերի հետ չխոսան։ Ուրեմն ապահով է, հիմա արդեն կարան խաղան։ Այնքան հեշտ է խաբելը։